Բարի երեկո ձեզ։ Վերջին ժամանակներս իմ կայքից եւ YouTube-ի կանալից ինձ շատ անգամ այսպեսի հարց է գալիս, թե ինչպես գումար աշխատել ինտերնետում։ Հարցը սխալ է դրված, որովհետեւ ինչպես գումար աշխատել ինտերնետում, ընդհանրապես գումար ինտերնետում կարելի է շատ հեշտ աշխատել, ասենք փոքր գումարներ, մի քանի հազար դրամ եւ այլն, բայց հարցը պետք է դրվի այլ կերպ, ինչպես ստեղծել բիզնես ինտերնետում։ Ինչպես կազմակերպել աշխատանքը ինտերնետում եւ այլն։ Ես քանի որ զբաղվել եմ համարյա բոլոր մեթոդներով այս ինտերնետ բիզնեսի, երևի թե կարող եմ պատասխանել ձեր հարցին։ Այս բոլոր մեթոդներից ես չեմ զբաղվել երևի թե միայն Forex-ի առևտրով։ Մնացած բոլոր ձևերը փորձել եմ սեփական կաշվից վրա եւ կարող եմ ձեզ պատասխանել։ Առավելևս որ վերջին 10 տարին ես զբաղվում եմ միայն սրանով։ Բայց քանի որ ես շատ լավ գիտեմ այս բնագավառը, նախապես ուզում եմ ձեզ բոլորին զգուշացնել, որ ինտերնետում գումար աշխատելը այդքան էլ հեշտ չի։ Երբ որ ինտերնետում դուք տեսնում եք այսպիսի գովազդ, որ կսովորեցնենք երկու շաբաթում աշխատել շաբաթական $2000 կամ ամսական $2000, բնականաբար դա հեքիաթներ է։ Նման հեքիաթներով կարողանում են մարդկանց շփոթեցնել 80-ական, 90-ական թվականներին, երբ որ ինտերնետը նոր էր տարածվում։ Ներկա ժամանակներում այսպիսի գովազդով երևի թե չէ շփոթեցնի մարդկանց շատ բարձ պատճառով, ուղղակի դատեք ինքներդ տրամաբանորեն։ Եթե ինտերնետում հնարավոր լինել այդքան հեշտ $2000 աշխատել շաբաթական կամ ամսական, ով կաշխատեր, ինչպես մենք ենք անվանում, երկրում, ռեալ կյանքում։ Բոլորը կաշխատեին ինտերնետում, կգնեին, ասենք, թե անհրաժեշտ գրքերը կկարդային եւ կսկսեին աշխատել ինտերնետում $2000, երբ որ միջին աշխատավարձը $100 է։ Բնականաբար նման հրաշքներ տեղի չեն ունենում, բայց աշխատել իսկապես հնարավոր է։ Դրա համար պետք է երկար աշխատել, այսինքն ինտերնետում, որպեսզի կարողանաք ստեղծել ինչ-որ բիզնես, ինչ-որ եկամտի աղբյուր, այսպես անվանենք, որպեսզի մեծ անուն չտանք բիզնես, եկամտի աղբյուր ստեղծելու համար պետք է եւ երկար աշխատել, եւ շատ աշխատել, եւ ունենալ համբերություն, եւ ունենալ եւս մեկ հատկություն, սովորելու հատկություն։ Ուրեմն նախ եւ առաջ այս նամակաշարը, որ ես պատրաստում եմ հղել իմ այցելուներին, վերաբերվում է նորեկներին։ Եթե դուք արդեն բավականաչափ փորձ ունեք ինտերնետում եկամտի աղբյուր ստեղծելու, այս նամակաշարը երևի թե ձեզ չհետաքրքրի, որովհետեւ մարդիկ, որոնք ուզում են ստեղծել լուրջ բիզնես ինտերնետում, նրանք բնականաբար կամ ունեն շատ մեծ տեխնիկական գիտելիքներ, կամ որոշակի գումարներ, որոնց օգնությամբ կարող են վարձել համապատասխան մասնագետներում եւ շատ ավելի արագ սկսել իրենց բիզնեսը ինտերնետում։ Տվյալ դեպքում իմ նամակաշարը վերաբերում է այն նորեկներին, որոնք չունենալով որոշակի պրոֆեսիոնալ գիտելիքներ, փորձում են այդ ամեն ինչը սկսել զրոյից, ընդ որում փորձում են այդ ամեն ինչը սկսել առանց ավելորդ ծախսեր կատարելու։ Զգուշացնեմ այստեղ պլյուսների եւ մինուսների մասին ինտերնետի աշխատանքի հետ կապված։ Պլյուսը այն է, որ դուք անկախ եք։ Դուք անկախ եք ամեն ինչից, նույնիսկ պետությունից եք անկախ։ Ձեր բիզնեսը կապ չունի, ասենք, տվյալ քաղաքական վիճակի հետ ձեր երկրի ներսում, որտեղ կարող է ձեր բիզնեսը ընդհանրապես արտասահմանի հետ կապված լինել։ Մի երկրում վատացավ դրությունը, կարող եք մյուսում շարունակել։ Այդ առումով փառքասի իմ ինտերնետը ամենտեղ հասնում է, այդ առումով հենց այդ անկախության առումով սա շատ հարմար է։ Բայց դա չի նշանակում, որ սա շատ բավականաչափ բարձր է գնահատվում, որտեղ ունի իր մինուսները։ Մինուսներից մեկն այն է, որ բավականաչափ ցածր գնահատվող աշխատանք է եւ բավականաչափ դանդաղ է զարգանում։ Կան մարդիկ, որոնք կարող են միանգամից շատ մեծ հաջողությունների հասնել, բայց հավատացեք ինձ, այդպիսի մարդիկ 1000-ից 1-2-ն են լինում, որոնք կարողանում են միանգամից թափով սկսել այս բիզնեսը եւ մեծ հաջողությունների հասնել։ Ես խոսում եմ հասարակ մարդկանց մասին, որոնք ամեն ինչ անում են դանդաղ եւ չունեն այդպիսի յուրահատուկ հատկություններ։ Կան մարդիկ, որոնք ունեն այնպիսի հատկություններ համոզելու, որ կարողանում են մի քանի ամսվա ընթացքում հասնել մի քանի տասնյակ հազար եվրո եկամուտների։ Նման մարդիկ շատ քիչ են, հավատացեք ինձ, հիմնական 99% մարդկանց հաջողություններին հասնում է կամաց, շատ դանդաղ եւ շնորհիվ իր աշխատանքի։ Լավ, ասենք առաջ միանգամից թվարկենք մի քանի ձևեր ուղղակի ձեզ ծանոթացնելու համար, թե ինչ ձևեր կան աշխատանքի, որպեսզի ծանոթ լինեք։ Ասենք առաջիններից մեկ, ամենահեշտ, ամենապարզը։ Նրանք կոչվում են ռեկլամային կայքեր, վճարովի ռեկլամային կայքեր, որտեղ դուք դիտում եք ինչ-որ մի ռեկլամ, ստանում եք որոշակի վճար, փակում եք էջը, նորն եք բացում։ Բնականաբար նման աշխատանքի մինուսն այն է, որ այն ցածր է վարձատրվում։
Մյուս կողմից էլ առանձնապես առանցներս էլ մի բան չի, հեռուստացույց նայելուց մինչև մի սերիալ կնայեք 1-2 ժամ, մի 100 ռուբլի կարող եք եւ աշխատել։ Սա բնականաբար ցածր բարձրացնող աշխատանք է, բայց եթե ընդհանրապես ոչինչ չունեք անելու, ապա լրիվ տրամաբանական է։ Մասնավորապես ես այս աշխատանքի ձևը հետագայում գուցե բացատրեմ, առաջարկում եմ այն նորեկներին, ովքեր ուզում են ստեղծել սեփական կայքը եւ որպեսզի իրենց աշխատավարձից, ռեալ աշխատավարձից չծախսեն հոստինգի եւ նման այլ ծախսերի համար, կարող են այստեղ աշխատել այդ գումար եւ տեղում էլ ծախսել։ Երկրորդը Forex եւ նման կարգի այլ ձեռնարկումներ։ Ընդհանրապես ես Forex-ով շատ քիչ եմ զբաղվել, որովհետեւ ձեզ պարզ ասեմ, Forex-ով զբաղվողներից 100-ից 1-ը երևի թե չի հասնում հաջողության։ Ընդհանրապես Forex-ում առևտրով ոչ ոք չի հասնում հաջողության։ Հիմնականում այնտեղ աշխատում են նրա հաշվին, որ այլ մարդիկ են ներգրավում, նրանց ներմուծած գումարից որոշակի տոկոս են ստանում եւ դա էլ նրանց շահույթն է։ Նրանցից ոչ մեկ չի աշխատում Forex-ում։ 100-ից 1-ը կարող է աշխատել Forex-ում, դա բավականաչափ բարդ է եւ շատ անգամ ուղղակի հաջողություն է պահանջում։ Բացի դրանից նորմալ եկամուտներ ստանալու համար շատ մեծ ներդրումներ է պահանջում։ Անցնենք հաջորդին, ես ինքս դրանով չեմ զբաղվել, դրա համար չեմ ուզում դա առանձնապես քննարկել։ Հաջորդ ձևը ասենք, սեփական կայքով հնարավոր է արդյոք աշխատել։ Այո, հնարավոր է, բայց ես ցույց տամ դրա մինուսները։ Ասենք օրինակի համար նման մի կայք, որը հիմնականում հայերենով է, ունի հաճախություն մոտ 500 այցելու օրը եւ օրական մի 500 էջ է դիտվում։ Դա փոքր արժեք չէ, բայց քանի որ կայքը հիմնականում այստեղ գալիս են Հայաստանից, առանձնապես ռեկլամ չի վաճառվում։ Ռեկլամատուն ցանկանում է իր ռեկլամը տեղադրել այնպիսի կայքերում, որոնք ունեն մի քանի տասնյակ հազար այցելություն օրը, իսկ նման արդյունքի հասնելը շատ դժվար է։ Փոքր արդյունքներ ունեցող կայքերը հայերենով չեն կարող ստանալ այդպիսի պատվերներ, իսկ եթե փորձեք, ասենք, բոլորը գիտեք Google-ի ռեկլամը, ապա այստեղ ընդհանրապես ոչ մի բան չեք աշխատի, կոպեկներ։ Հաջորդը, ասենք, հաջորդ թեման, սրանք ասենք ռուսերեն թեև կայք է, բայց քանի որ թեման գրքեր են, որոշակի որ թեմաներ, ասենք, ինչ-որ մաթեմատիկայից կամ ֆիզիկայից, նման կայքերը ունենալով եւս 200 հաճախություն ձեզ կարող են բերել, ասենք, ամսական մի քանի $։ Ավելի լավ կայքերը, որտեղ թեմատիկան ավելի հետաքրքիր է, ասենք, կանանց թեմատիկա, կոսմետիկա, կուլինարիա եւ այլն, կարող են բերել մինչեւ $10։ Միջին հաշվով այսպես ասենք, եթե դուք ունեք կայքեր, որոնք ունեն այցելություն միջինը օրական 1000 այցելու, դուք կարող եք ստանալ, ասենք, մոտ 22-ից 3 $, ամեն 1000 այցելուի համար։ Վատ չի թվում է թե, իսկապես վատ չի, բայց նման կայքերը չեն ստեղծում մի օրում։ Նախ եւ առաջ դուք պետք է սովորեք ստեղծել կայք, դրա մասին մենք խոսենք։ Այդ կայքը պետք է սպասարկեք, զարգացնեք եւ լրացնեք։ Դա պահանջում է ժամանակ կամ շատ աշխատանք, բայց դրանից նաեւ ժամանակ, մինչեւ որ կայքը կայանա եւ այդ կայք սկսեն գալ հաճախել օրական, ասենք, 1000 այցելու։ Ընդ որում ծախս իսկապես պետք է անել, որովհետեւ օրինակի համար իմ հոստինգը, որը այդքան էլ վատը չի եւ արժի է ամսական, ասենք, 10000 դրամ վճարում եմ այդ հոստինգի համար, երբ որ սկսում է լցվել 1000 այցելու, հոստինգը ընդհանրապես սկսում է անջատվել։ Դրա համար այս ձևը հենց սկզբից նորեկների համար հարմար չի։ Նախ եւ առաջ նորեկներին պետք է սովորել թե ինչպես ստեղծել կայք, ինչպես գրել հոդվածները, ինչպես անել այն, որ այցելուները շատ այցելեն, դրանից հետո նոր անցնեն եկամուտների բաժնին։ Անցնենք հաջորդին, այլ ինչ ձևեր կան։ Հիմնական ձևը, որ ընդունված է ինտերնետում, դա վաճառքն է։ Ինչպես էլ պատտվեց ինտերնետում, բոլոր այդ գումար աշխատելու ձևերը բոլորը հասնում են վերջնակետին, վաճառել ինչ որ բան։ Տվյալ դեպքում, ասենք, օրինակ եմ, այս օրինակ եմ բերում Ozon.ru։ Այստեղ վաճառվում են գրքեր։ Ինչ որ մեկը վաճառում է ավտոմեքենա, ինչ որ մեկը մեկ այլ բան, բայց այս ամենը շատ դժվար է։ Գրքերը հեշտ է վաճառել, որտեղ նրանք էժան են, բայց այստեղ այնքան բարձր է մրցակցությունը, որ ուղղակի այս բաժինը մտնել հնարավոր չի։ Այստեղ կարողանում են հաջողության հասնել միայն շատ մեծ պրոյեկտները։ Ավտոմեքենա եւ նման այլ մեծ ապրանքներ վաճառելու համար դուք շատ պետք է տանջվեք, որովհետեւ եւս կոնկուրենցիան եւ բարձր եւ դժվար է ինչ-որ նման թանկարժեք ապրանք վաճառելը։ Հաջորդ ձևը, որը ուզում եմ ներկայացնել, ասենք դա մասնագետներին է վերաբերվում։ Եթե դուք գիտեք շատ լավ
օտար լեզու, մասնավորապես ամենակիչը գոնե ռուսերեն, ցանկալի անգլերեն, ապա դուք կարող եք այսինքն վերցնել աշխատանք նման կայքերում։ Ինչ է պահանջվում այստեղ։ Այստեղ տրվում են պատվերներ, ասենք թարգմանությունների կամ ինչ որ մի թեմայով ինչ որ մի հոդված գրել սեփական բառերով կամ ինչ որ մի հոդվածը վերցնել եւ սեփական բառերով փոխադրել, փոխադրություն գրել։ Թվում է թե հեշտ է, բայց որpիսի դուք կարողանաք ստանալ մեծ պատվերներ եւ թանկարժեք պատվերներ, ապա դուք պետք է իմանաք շատ լավ օտար լեզու, որտեղ հայերենով ձեզ պատվերներ տվող չի լինելու, եւ պետք է մեծ անուն վաստակեք, որպեսզի ձեզ պատվիրեն թանկ գնով։ Եթե դուք չունեք որոշակի ճանաչում, ապա ձեզ կպատվիրեն շատ ցածր գնով, եթե կպատվիրեն, դա կլինի արդեն ժամանակի կորուստ։ Բայց եւս մի ռեալ ձև է գումար աշխատելու, որը պահանջում է շատ աշխատանք։ Այս բոլոր ձևերից ես քվարկեցի ընդամենը մի 5-6-ը, կան եւ շատ ավելի ձևեր, չեմ ուզում անդրադառնալ դրանց, ուղղակի դες ծանոթացնելու համար պատմեցի այսքանը։ Այս բոլորի մեջ նորեկների համար, որոնք ուզում են սկսել, ընդ որում սկսել առանց ներդրումների, երևի թե ամենահարմարը փոքր ապրանքների վաճառքն է։ Մասնավորապես ամենահարմարը նորեկի համար, ես կարող եմ ձեզ ասել, որ բոլոր նորեկները սկսում են հենց այստեղից, դա հիմնականում ցանցային մարքեթինգն է։ Ինչով է հարմար, որովհետև ամենակարևոր, այստեղ ներդրումներ պետք չեն։ Ձեզ տալիս են եւ կայքը, եւ ապրանքները, հաջողության հասնելը այդքան էլ հեշտ չի, բայց դրա փոխարեն դուք ոչինչ չունեք կորցնելու եւ այդ ընթացքում շատ ու շատ նոր բաներ եք սովորում։ Սա է ամենակարևորը։ Հետագայում արդեն կարող եք ձեր ճանապարհը փոխել։ Բայց նորեկի համար սա ամենահարմար բնագավառն է, դրա համար ես երբ որ կսկսեմ այս նամակաշարը, այսինքն կսկսեմ դասերը եւ կսովորեցնեմ թե ինչպես պետք է ինտերնետում վարվել, ինչպես ասենք ստեղծել կայք կամ ինչպես իրեն պահել սոցիալական ցանցերում եւ այլն, որպես օրինակ կվերցնեմ այս ամենահեշտ ձևը, այսինքն ցանցային մարքեթինգը, մասնավորապես որպեսզի այն կապ ունենա, ասենք կոսմետիկայի բնագավառի հետ, որովհետեւ սա ամենահեշտ եւ արագ, ամենաշատ վաճառվող ապրանքն է ինտերնետում, որը կարող են կատարել նույնիսկ նորեկները։ Ծանոթացման համար այսքանը կարծում եմ բավական էր, հաջորդ նամակին կշարունակենք։ Շնորհակալություն, ստեսություն։